ասում, չգիտեմ գիտեք արդյոք, բայց քրիստոնեության տարածումը Հայաստանում հեշտ չի եղել, եւ այդ առաջին դարերում նույնիսկ, այսպես ասենք, Գրիգոր Լուսավորչի տոհմից ոչ մեկը կենդանի նկատի ունեմ իր մահու համարյա չի մահացել։ Նրա բոլոր սերունդներին սպանել են Հայաստանի հակաքրիստոնեական ուժերը։ Նրա որդի Արիստակեսին, նրա մյուս որդի Վարդանեսը մի կերպ փրկվեց, նրա թոռ Հուսիկին եւ թոռ Հուսիկի, որը Հայաստանի կաթողիկոսն էր, երրորդ գերեզմանը մինչև այսօր կա Դերսիմում եւ կոչվում է Սուրբ Հյուսուկի գերեզման։ Հուսիկը Հյուսուկը դառել թուրքական մահմեդական արտաբերման փոխվել է։ Ես գնացել եմ այնտեղ լուսանկարում եմ, չգիտեմ իսկապես ինչքանով է կապ, բայց մարդկանց գիտակցության մեջ այդ կապը կա եւ այն գյուղը, որտեղ կա այդ սրբավայրը, օրինակ կոչվում է, մինչև հիմա էլ կոչվում է, հիմա թուրքերեն ացրել են Ալանյազի մի 20 տարի, բայց մինչև 20 տարի առաջ եւ այսօր էլ բնակիչների լեզուն կոչվում է Խոզիքյոյ, Խոզի գյուղ։ Եվ նույնիսկ ավանդազրույցը պատմում, որ հենց այդտեղ է դատախոզ դարձել եւ հենց այդտեղ է լուսավորիչը իրան վերստին մարդացրել։ Այսքան կենթանի են այդ տարածքում այն պատմությունները, որոնք մեզնից շատերը նույնիսկ որպես առասպելներ չգնանք, բայց այդ մարդկանց համար դրանք հենց իրենց տարածքում տեղի ունեցած իրադարձություններ են։ Ես սրանց հիմա չեմ անդրադառնալու, եթե գուցե բախտվիճակվի հետո մի առանձին խոսակցության թեմա կդարձնենք, բայց պիտի ասեմ, որ այսօրվա դերսիմցիներ, որոնք ես բոլորը ինձ պատմում են, եւ որևէ մեկին ով որ հետաքրքրվում է նրան պատմում են, ընդհանրապես կոչվում են ալավիներ։ Հիմա մի քիչ հետո կխոսենք ալավին ինչ բան է եւ նրանց տարբերակելու համար ուրիշ ալևիներից ասում են Դերսիմի ալևիներ, որտեղ ալևիները բավական շատ են, կան արաբախոս ալևիներ, հենց այսօրվա ուրեմն Սիրիայի պրեզիդենտի կրոնական համայնքը, կան թուրքմեն ալևիներ, սրանք Դերսիմի ալևիներն են։ Դերսիմում ալևիները խոսում են ընդհանրապես երկու լեզվով։ Մի լեզուն կոչվում է Զազա լեզու, մյուսը կոչվում է քրմանջի, ձեզ հայտնի քրդերենը։ Զազան էլ համարում է քրդերեն, մի ժամանակ նույնիսկ համարում էին համարյա քրդերեն, բայց լեզվաբանները գնալով ավելի շատ եւ ավելի մասնագետ լեզվաբաններ պնդում են, որ դա առանձին լեզու, բայց երկուսն էլ իրանական լեզուներ են։ Եվ ակնհայտորեն կան բավական շատ ալևիացած հայեր, նրանք, որոնք հստակ հիշում են իրենց ալևիացումը, հիմնականում 15 թվականի ցեղասպանությունից հետո են ալևիացել, եւ մենք դեռ կխոսենք այդ մասին, Դերսիմում էլ եղել ցեղասպանություն, Դերսիմի 30 թվականի ցեղասպանությունից հետո դեռևս քրիստոնյա մնացած վերջին հայերը բոլորը ալևիացել են։ Եվ իրենց ինքնությունը զգալի չափով ալևիական է։ Հիմա մինչև ուրեմն այս բոլորին անցնելը, ուզում եմ այստեղ տեսնեք այս Թուրքիան, հա։ Այդ Դերսիմը այստեղ է գտնվում Թուրքիայի, այս կանաչով ընդգծված հատվածն է։ Սա մեծ հայքի քարտեզն է, ուզում եմ պատկերացնենք այդ Դերսիմը ծայր արևմտյան հատվածն է։ Այստեղ մեծ հայք ավարտում արևմուտքում, բարձր հայքն ու ծոպքը այստեղ են, եւ Դերսիմը, ասեցի, բարձր հայքի հարավը եւ ծոպքի հյուսիսն է։ Սա մի քիչ ավելի արդեն ըստ ազգագավառների հստակեցված է, դուք արդեն տեսեք բարձր հայքը այստեղ կանաչով է, տակը ծոպքն է, Դերսիմը զբաղեցնում է մոտավորապես այս հատվածը։ Այս հատվածը ամենավաղ շրջան իհարկե մենակ հայեր չէին, երբ որ Տիգրան Մեծը զբաղեցրեց եւ գցեց մեծ հայքին, այստեղ կային շատ խույներ, ասորիներ եւ հայեր նույնպես կային։ Բայց ինքը մեծ հայքի մնալուց հետո տևաբար մեծ հայքի մեջ էր եւ իհարկե շատ հայացած, առավել եւս հայկական պատմության համար չափազանց էական դեր խաղացած տարածք է։ Որպեսզի մենք որոշ նկատություններ հասկանանք, ես առաջարկում իրար հետ մի քիչ ճամփորդենք այն լուսանկարներով, որ Դերսիմը մի քիչ ձեզ ցույց է տալու, որտեղ բոլորը ինչ որ ես ձեզ կպատմեմ, չափազանց էական կապ ունի Դերսիմի իբրև տեղանքի հետ։ Դե չափազանց անառիկ մի տարածք է։ Այս Վինչի քարտեզն է, Վինչի քարտեզից Դերսիմի հատվածն է, որտեղ երևում է թե ինքը ինչքան լեռնային է։ Եվ այս լեռնային լինելը, որտեղ երևում է թե ինքը ինչքան լեռնային լինելը, ինքը մի քիչ անառիկ է, որովհետև Դերսիմը, ինչպես ասեմ,
մի շատ յուրահատուկ անմատչելիություն և անառիկություն է հաղորդել դրսին, երևի հենց այդ պատճառով 2000 տարի շարունակ ես դրսում բոլորին այլախոհ ա եղել, թե հայերին, թե բյուզանդացիներին, թե թուրքերին, անընդհատ ինքը պաշտոնական քաղաքականությանը դեմ կեցվածք է ունեցել։ Շատ լիղներ կան, ասեցի, շատ կիրճեր էլ կան, և շատ գետեր կան, և շատ անտառներ կան, շատ ջրառատ է, և ընդհուպ մինչև մի 30 տարի առաջ շատ վատ ճանապարհային ցանց ուներ։ Այսինքն, եթե մեկը ուզենար դրսին մտնել, մեքենայով հաճախ, դրսինի ներսում շատ հաճախ գուցե մեքենայով չկարողանար ճամփորդել, և միշտ չէ, որ կկարողանար ձիով կամ գրաստով ճամփորդել։ Առավել ևս կարևոր մատնանշում եմ անում, որովհետև հետո թուրքական գրողների այդ թվում ռազմական տեխնիկայում դրսիմի ճանապարհներն ուղղակի չէին աշխատում, դա դրսիմցիներին շատ օգնում էր։ Ուրեմն հիմա մի քանի ընդհանուր տեսարան այդ կիրճերի, լեռների մասին, սա Բլոմերի շրջանն է դրսիմի, այս գյուղը նախկին հայկական գյուղ էր, սրան դեռ պիտի անդրադառնանք, լեռնային գյուղ է, սա սովորական դրսիմյան պեյզաժ է։ Մենք լեռներում ենք այստեղ, ինքը չի թվում լեռնային, բայց ամբողջ դրսիմն ինքն է լեռնային։ Եթե դու կիրճից չես նկարում լեռներում ես, ինքը չի երևում, որ լեռներում ես։ Ուրեմն այս կողքից սա նույնպես։ Ուրեմն հիմա այսպիսի ճանապարհներ կան, այդ բոլոր կիրճերով հիմա հրաշք ճանապարհներ են, այնպիսի ճանապարհներ, որ երևի որոշ տեղեր, եթե կիրճում չլինի, ինքնաթիռ կիջնի, բայց տանկերը բաները հանգիստ կարող են գնալ արդեն։ Սրանք ուրեմն այդ ջրային ջրաշատության և ջրային պաշտպանության և ջրածածկության տարածքն է, սա մեզ համար շատ հարազատ մնձուրի ջրերն են, սա մասնավոր ձեզ ասեմ դրսիմի հայերի համար բացառիկ է եղել մնձուրի լեռները և հատկապես սա ակունքն է, հենց մնձուր գետը այստեղից սկսվում է, քարերի միջից ուժեղ ջուրը դուրս է ցայտում և կաթնագույն է դառնում, այս ջրերին մինչև հիմա էլ կա արդեն նաև ալավիների մեջ, բայց հայերի մեջ դեռ մինչև 20-րդ դարի սկիզբը, մինչև ցեղասպանություն կան դեռ հայերը որպես հայ ինքնություն և որպես էթնիկ որ ապրում էին, այս մնձուրի լեռների ջուրը համարում էին Անահիտի կաթը, կաթնագույն ջրի Անահիտ Աստվածուհի և շուրջ բոլորը Անահիտին նվիրված բազմաթիվ ուխտավայրեր կան, մակաղատեղիներ կան, որտեղ իբրև ապահել են երինջներին, որ հետո զոհաբերում էին Անահիտին։ Սա հիմա դրսիմի ալավիների համար է սրբավայր, բայց հայերի էթնիկ գոյության շրջանում ամբողջ խոշոր տարածաշրջանի համար այս մնձուրի ակունքները Վարդավառի տոնակատարության վայր էին դառնում, մինչև 50-60 կիլոմետր շարավեղով արաբ, քուրդ, ալևի, քրիստոնյա, բոլորը գալիս էին Վարդավառին և 2-3 շաբաթ սա ուխտավայր էր և բոլոր հաշտությունները կնքում էին այստեղ, որտեղ համարում էր, որ Անահիտի կաթով օծված հաշտությունը սրբագործված է, սրբազնացված է։ Լավ, ուրեմն, ես արդեն գետ եմ գնում, սրա մասին մենք արդեն խոսեցինք, ես էլ արդեն էկրանին չեմ նայի, այլ արդեն այստեղ կնայեմ, այս մեծ հայքներ, հիմա, այս տարածքը, այս լեռնային տարածքը, մի քիչ էլ ավելի մեծ շրջանով, 19-րդ դարում, դե Թուրքիայի մասեր արդեն, բայց 19-րդ դարում բացարձակ անկախ մի գոյություն էր Թուրքիայի տարածքում իրականում։ Այս այնքան անկախ էր, որ ոչ հարկ էր տալիս, ոչ բանակին զինվոր էր տալիս, ոչ դատարան կար, ոչ վարչական մարմին կար թուրքական որևէ, և մի շատ յուրահատուկ հարաբերություն կար այս տարածքում։ Ես այստեղ կթողնեմ, եթե ով կհետաքրքրվի հին և նոր անունները վարչական, բայց շատ հետաքրքիր հարաբերություններ կային մարդկանց մեջ։ Այստեղ ապրում էին սոցիալական իրենց հարաբերությունները, աշեղեթային կապերն էր մեծ մասինը, ապրում էին սուննի քրմանջի ախոս քրդեր, ապրում էին այն ինչ
ինչ ասեցի Ալևի եւ հիմա կբացատրեմ մի քիչ հետո Ալևի կոչվող զազախոսող խմբեր եւ քրիստոնյա հայեր մեծ հաշվով դրանք էին այստեղ ապրողները մեր հայ պատմիչների կամ ականատեսների կամ հենց դերսիմում մեծացած մարդկանց հաշվարկներով գյուղ առգյուղ թվարկված են որտեղ են հայր ապրում նրանք կազմում են բնակչության մոտ 30%-ը մեծ թիվ էին սկզբունքորեն բայց դերսիմի մեծ մասը չէին դերսիմի մեծ մասը կազմում էին այդ աշերեթային խմբերը որոնց դերսեցիները դերսի աշխարհը բոլորը քուրդ էր ասում իրենք մի առանձին ինքնանուն չէին գործածում Քան որ մենք ինքնության մասին կխոսենք, ուզում եմ սա հիշենք, որ 19-րդ դարում առանձին անուն չկար, այդ խմբին հաճախ ասում են դերսիմցիներ, դերսիմում ապրողներ։ Երբեմն ասում են քրդեր, իրենք դեմ չէին, որ իրենց քուրդասին, այդ իրենց ոչ տաքացնում էր, ոչ սառեցնում էր, որովհետև ինքնանվան այդպիսի կարիք էլ չկար։ Քանի որ դերսիմում ընդհանրապես հարաբերությունները աշերեթային էին, գործում էին աշերեթային անուններ, այսինքն դրանք ազգակից խմբեր էին, որոնք զինված էին, որոնք ունեին իրանց առաջնորդները եւ պետերը եւ ընդհանրապես բոլոր հարաբերությունները լուծել զենքներ կամ հեղինակություններ խմբերի։ Կապ չուներ դա Ալևի էր, կապ չուներ դա Սուննի մահմեդականներ, մենք քրիստոնյաները չեն կարող մասնակցել դրան եւ այս ուրեմն հայերը եւ հայերը նաեւ զինված չէին, դուք գիտեք հայերին 19-րդ դարի Թուրքիայում զենք կրել չէր կարելի։ Քրիստոնյաներին չէր կարելի եւ հայերին մասնավորապես նույնպես չէր կարելի։ Այս աշիրեթային կապերը այնպիսին են, որ տեղի ռեսուրսները մեծ մասը քանի որ ընդհանրապես բավական տարածված էր իհարկե իրար կողոպտելը։ Ով ուժ ուներ, նա կողոպտում էր, ով թույլ էր, պիտի դիմանար կամ ուժեղանար։ Սա ընդհանրապես հարաբերությունների հիմքեր եւ դա շատ հայտնի է, շատ տարածված է։ Բայց կային, այսինքն օրինակ հայերը կարողանում են լեզու գտնել, իրենք իհարկե դրա համար ինչ-որ վճարներ անում են կամ տարբեր ծառայություններ մատուցում են եւ պակաս են կողոպտվում։ Բայց քանի որ հեղինակության եւ ուժի համար ոչ կրոնը, ոչ լեզուն որևէ դեր չուներ, առանձին ինքնության խնդիր չէր լինում, այսինքն կարող էր Զազա աշիրեթը լիներ առաջին տեղում, կարող էր Սուննին լիներ, որևէ մեկի համար սա էական չէ եւ ինքնությունը մասնավորեցնելու որևէ խնդիր չէր առաջանում։ Մեծ գերտը Չարսանճակը Յոհան Դերսիմի նաեւ այսօրվա, բայց 19-րդ դարի սկզբի Ներսի բաժանումների անուններն են։ Մեր հայ գրագետները բավական շատ տեղեկություններ ունեն 19-րդ դարի Դերսիմի վերաբերյալ, նրանք էլ են օգտագործում այն տերմինները։ Ոմանք ասում են քուրդ, ինչպես շատերն են ասում, ոմանք ասում են Ալևի, ոմանք ասում են նաև Ղզլբաշ եւ նաև իհարկե դերսիմցի բառներ գործածում, դերսիմում ապրողներ։ Հիմա ես ուզում եմ երկու բառում քիչ հասկանանք Ալևին ու Ղզլբաշը։ Ինչ բան է, Զազան արդեն իմացանք առանձին լեզու է, իրանական լեզու է, որ օգտագործում են թե Սոննի քրդեր որոշ դերսիմում եւ կողքերին ապրող այսօրվա նաեւ Մոշում էլ ապրողներ եւ առաջին հերթին Ալևիները։ Ալևիները մուսուլմանական աշխարհում ընդհանրապես համարվում են շատ ծայրահեղ աղանդավորական խումբ։ Տեսություն կա, որ ընդհանրապես Ալևիները առաջացել են շիիզմից, որտեղ իրենց կրոնում շիիզմի առանձին դրսևորումներ կան, մասնավորապես իրենց սրբերը շատ ավելի կարևոր սրբերը դա Ալին, Հասանը եւ Հուսեյնն են, եթե իսլամից մեկը մի քիչ պատկերացում ունի, գիտի որ սրանք հենց վաղ իսլամի բաժանման ժամանակ շիիզմի կարևոր սրբերն էին, բայց ընդհանրապես իրենք իսլամի կրոնական բայց ուզում եմ ասել որ Ալևիները ընդհանրապես այդպես են ընկալ, բայց Ալևիները իրարից շատ տարբեր են եւ Դերսիմի կոնկրետ Ալևիները ընդհանրապես կրոնականության ծես եւ մեծ մոլորանդություն չունեն։ Եթե մի քիչ մոտիկից ծանոթանում ենք իրենց ծեսին, ինչը ընդհանրապես կոչվում է կրոնական, բայց իրենք դրանք կրոնական էլ չեն անվանում։ Այսինքն պիտի հետազոտող ինքը որոշի, սա կրոնական ծես է, թե ծես չի առհասարակ հարաբերություն է։ Մեկը, որը կոչվում է ենթադրենք Դեդեն ավելի հարգարժան մարդ է, որ ավելի իրազեկ է, ինֆորմացված է, օրինակ մարդուն
մեղքերի թողություն է տալիս։ Շատ նման է մեր հայկական քրիստոնեական հարաբերություններին, գինի է խմացնում, ոնց որ հաղորդություն տա։ Հացի կտոր է տալիս, ոնց որ մեր մոտ պատարագից հետո հացի կտոր են տալիս որպես Քրիստոսի մարմին, բայց Քրիստոսի մարմին բառը չկա այդ։ Բայց մեծ ծեսեր ընդհանրապես չկան։ Ուշագրավ է, որ Դերսիմում ալևիների կողմից, և նաև սուննի մահմեդականների, բայց հատկապես ալևիների կողմից չափազանց մեծ պաշտամունքի առարկային հենց հայկական սրբավայրերը, իրենք ալևիները, այո։ Ինձ կարող եք օգնել ալևին ինչու է գրել Եվը, ոչ թե մեկ Եվը։ Վերևում տեսնում եք մեկը Եվով է գրված, նայած թե տեքստը ում համար է պատրաստվում, երբեմն օրինակ ուղղագրության համար տարբեր օրինակ արևմտահայ մամուլում հրատարակողների համար, հիմա հավաքել եմ տարբեր տեղերից, եկել է երկուսն էլ, արևելահայ մեր մամուլի կամ գիտական պարբերական Ես երկուսին դեմ չեմ, բայց եթե հրատարակում եմ օրինակ որևէ տեքստ մեր արևելահայ տարածքում եւ արևելահայ գիտական մամուլում Եվն եմ գործածում, մեկ Եվը, եթե արևմտահայում Եվը եմ գործածում։ Ճիշտ է գրել, որովհետեւ բայց արևմտահայում պետք է լինի Եվի։ Այդ թեմայի շատ Բյուրնը, համաձայն եմ, լրիվ համաձայն եմ։ Դասախոսություն էլ հետո հարցեր կլինեն, շատ լավ։ Ուրեմն ընդհանրապես այդ ալևիզմը Դերսիմի մոտ շատ աշխարհայացքի նման մի բան է, եւ իրենք հենց այդպես էլ ասում են, մեր ավելի շատ կյանքի պայմանները ներկայացնող, այսինքն սիրել մարդուն, հանդուրժող լինել, պատրաստական լինել օգնել։ Հիմա ինչքանով են իրենք կյանքում իրացնում այդ խնդիրը, բայց իրենց այն ինչ մենք անվանում ենք կրոն, այդպես են ընդունում։ Եվ ունեն հարյուրավոր սրբեր, եթե չասեմ հազարավոր սրբեր։ Դրանց մեջ բավական շատ են նաև մեր սրբերը, Մարիամը, Սուրբ Սարգիսը, Խդրնաբին, Սուրբ Գևորգը եւ այլն։ Բայց դրանք բոլորը շատ էական մի բան չեն ընդհանրապես։ Կրոնական արարողություններում էլ մեր հայկական ծեսերը շատ զգալի տեղ ունեն եւ հայկական սրբավայրերի հետ շատ կապված են։ Օրինակ, մինչեւ հիմա, եթե տանը Եվանդ երեխա կա, տանը ասում են գնա հայկական սրբավայրից մի կտոր հող բեր երեխային խմացրու։ Շատ տարածված են այս կարգի պատկերացումները եւ ուրեմն սովորությունները։ Իսկ կզուբաշները, ուրեմն սրանց, որ Դերսիմում ասում են ալևի, եւ ալևիները ունեն աղոթատեղեր, աղոթք բառը մի քիչ շատ է ասված, իրենք հավաքվում են եւ մենք ամենավերջում դա կտեսնենք, հավաքվում են եւ իրենք պատմում են իրենց նախկին պատմության դեպքեր, լույսազնարբություններ, սազ են նվագում, շատ տարածված է։ Դերսիմի յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ալևի ձեռքին սազ է, որտեղ նստեն սազը պատրաստ է։ Սազ են նվագում, այդ սազով պատմում են այդտեղ նաև Հուսեյնի Հասանի պատմությունը, կրոնական բաժանման ժամանակ եւ գլխատումը, եւ հուզվում են, եւ սրանով կրոնը վերջանում է։ Այդ հիմնականում շփման մի ձև է, այդ աղոթատները սովորական մարդկանց տներ էին ընդհուպ մինչև մի 20 տարի առաջ, չկար որևէ կրոնական կառույց։ Իսկ շատ թշնամաբար են վերաբերվում մզկիթներին եւ մզկիթ բոլորովին չեն ընդունում եւ սա Թուրքիայում առաջացնում է բնականաբար ծանր դժգոհություններ եւ սրան մենք դեռ կանդրադառնանք։ Այս ալևիները նաեւ իրենց անվանում են կզılbaşներ։ Ընդհանուր 19-րդ դարում դեռ շատ չէր կիրառվում կզılbaş բառը, բայց երկու խոսքով նաեւ անդրադառնանք կզılbaşին։ Ընդհանրապես այն ինչ ընդհանրական պատմությունը ներկայացնում է կզılbaşը, դա 15-16-րդ դարում ակկոյուն լուների, թրքախոսակ կոյուն լուների մի քանի ցեղախմբի մեջ շիիզմի լուրջ ներդրվածություններ, իրենք 12 իմամների պատվին իրենց գլխին կարմիր փաթոց էին փաթաթում, դա կարմիր էր եւ դրա բերումով իրենց սկսեցին անվանել կարմրագլուխներ, բայց հետո իրենք շատ օգնեցին Պարսկաստանում Իսմայելի իշխանության գալուն եւ հենց դրա բերումով Պարսկաստանում շիիզմը դարձավ չափազանց կարեւոր եւ պետական կրոն,
բայց Թուրքիայում կզլբաշությունը կամ շիիզմ առհասարակ կզլբաշությունը մասնավորապես շատ հետապնդվող էր եւ 16-րդ դարում նույնիսկ մի քանի ջարդեր եղան կզլբաշների Թուրքիայում շատ հնարավոր է որ հենց դրա բերումով տարածված կզլբաշները հիմնականում հավաքվեցին Դերսիմում, որը անմատչելի եւ անառիկ էր եւ որպես թաքստոց էր սկզբում, բայց այս տերմինը ընդհանրապես Թուրքիայում շատ բացասական երանգ ունի։ Ես Դիարբեքիրում ինքս բազմաթիվ մարդկանցից լսել եմ, սուննի մահմեդականներից, թե իրենց մանկության տարին իրենց ոնց էին վախեցնում կզլբաշներով, կզլբաշը կգա արյուն ընդգծծի, երեխեքին ասում են կզլբաշը կգա մի խոսքով կմորթի, կզլբաշը դա դաժանագույն, մեր համար ոնց որ թուրքերեն այսպես ասեմ, ուրեմն կզլբաշը սարսափելի մի տերմին էր, եւ սկզբում Դերսիմում դեռ շատ որպես ինքնանուն չէր օգտագործում, բայց ուրեմն հետագայում սա սկսեց նույնպես ներդրվել։ Լավ, այս Դերսիմի 20-րդ դարի սկզբի քարտեզն է, մեր հայ հետազոտող Խալաջյանի կողմից կազմված, սրան մի քիչ խոսեցինք։ Հիմա ես ասեմ, ուրեմն ասի, որ 19-րդ դարում դեռ շատ ինքնակախ էին եւ միայն 1830-ական թվականներին ես սրան անվանում եմ բառացիոնում, քաղաքականությունը մտավ Դերսիմ, մինչև այդ նրանք Դերսի աշխարհի ոչ մի կապ չունեին։ Ինչպես մտավ այդ տարածքով Թուրքիան գնում էր Ռուսաստանի դեմ կռվելու, պիտի անցներ Դերսիմի տարածքով եւ հանկարծ իր զորքերին դիմադրեցին դերսիմցիները, չտեսնված չլսված բաներ, նոր մտածեցին այս ովքեր են չեն վաղուց մոռացվել էին կզլբաշները, որոնք այդ Դերսիմից դուրս էլ չէին գալիս եւ դրանից հետո Թուրքիան վերաակտիվացավ Դերսիմի թեման եւ Դերսիմը գրավելու խնդիրը, ինչպես կարող է այդ խումբը բացարձակ սկսեցին զորք պահանջել, հարկ պահանջել եւ ամեն անգամ պահանջողներին սպանված ետ էին ուղարկում եւ առաջացավ ուրեմն կռվի խնդիրը 3 անգամ Դերսիմի վրա թուրքերը գնացել են 2 անգամ Ռուսաստան գնալու ճանապարհին Ռուսաստանի դեմ կռիվ գնալու ճանապարհին Դերսիմցիները շատ ակտիվ դիմադրում էին թուրքերին, բայց Դերսիմի սուննի քրդերը երբեմն համագործակցում էին թուրքերի հետ։ Եվ աստիճանաբար սկսեց Դերսիմի սուննի քրդերի եւ ոչ սուննի, հիմա բառը դեռ չկար, բայց պայմանական ասենք ոչ սուննի քրդերի, որոնց հետո պիտի Ալևի կամ Կզլբաշ ասին, այդ խմբերի մեջ սկսեց առճակատում առաջանալ եւ երբ որ թուրքական երրորդ պատերազմի կամ կռվի ժամանակ արդեն բավական զգալի զորք էր բերված եւ այս անմատչելի լեռներում էին դերսիմցիները, ի վերջո թուրքերը հայտարարեցին դաշտավայրը գրաված, ադմինիստրացիա դրեցին, զորք դրեցին այդ տարածքում եւ այդ տարածքում մնացին հիմնականում քրիստոնյա հայերը եւ սուննի քրդերը։ Այն մյուսները, ոչ սուննի քրդերը, ալևի քրդերը, ասենք այսպես, բարձրացան լեռնային տարածքները, պաշտպանցին եւ հետո այդպես էլ մնացին լեռնային տարածքներում, հիմնականում։ Ուրեմն 19-րդ դարի վերջին Դերսիմ արդեն աշխարհագրորեն բաժանվեց խմբերի եւ այդ աշխարհագրական բաժանումը եւ իրենց կողմնորոշումները թուրքերի դեմ եւ սուննիզմի հաղթահարման ինքը առաջացրեց ինքնության տարանջատման խնդիր։ Ափաստորեն 19-րդ դարի վերջին Դերսիմցի մի խմբի առաջ կանգնեց են հարց, որ ինքը քրդերին, սուննի քրդերին չի ընդունում, ինքը չի պիտի ընդունի քուրդ տերմինը եւ պիտի ընտրի մի բան, որով իրեն առանձնացնի նրանից։ Ամենից ավելի տարածվածը սովորաբար էր Ալևի բառները, բայց իրենք դեմ չէին նայում Կզլբաշ բառին։ Սրանք հաջորդեց մեկ ուրիշ բան, 90-ական թվականներին գիտեք թուրքական կառավարությունը ստեղծեց Համիդիե ջոկատները, հիմնականում հայերի հետ հաշվարկար տեսնելու։ Այդ Համիդիե ջոկատներ սովորում դրանք քուրդ շեյխերի սովորաբար ընտանիքի կամ տղաներն էին կամ ազգական տղաներն էին, որոնք հատուկ ռազմական դպրոցում հատուկ պատրաստություն էին անցնում։ Այս ալևիներն էլ դիմեցին, որ իրենց երեխեքն էլ գնան ռազմական դպրոց, բայց իրենց թուրքերը ուղղակի ասացին, որ իրենք ընդունում էին սուննի մահմեդականներին։ Սա նույնպես ալևիների մեջ այդ անջատումը, որ լավ, ես սուննի մահմեդական չեմ, եւ եթե իշխանությունը սուննի մահմեդականի կողմն է, ուրեմն արդեն իմ դեմ է,
երկու տեսակ անջատում առաջացրեց, մեկ որ ուրեմն քրդեր կոչվածից սուննի մահմեդականների իշխանության հետ են եւ իշխանության ընտրվածն են, իրենք իշխանության կողմից մերժված են, առավել ևս որ իրենք Կզլբաշ են, իսկ Կզլբաշը իշխանության կողմից ներկայացում է շատ բացասական կերպարով։ Սրանք բոլորը բավականաչափ ակտիվ պատճառներ էին, որպեսզի եւ հետո այդ աշխարհագրական բաժանում, ուրեմն ալևիները հիմնականում լեռներում էին, սուննիները հիմնականում եւ քրիստոնյա հայերը հիմնականում հարթավայրային գոտիներում էին։ Գիտեք արդեն երի թուրքերի շրջանը շատերի մոտեր հույսեր առաջացրել, այս Կզլբաշներն էլ մտածում էին սահմանադրություն, եղբայրություն, հավասարություն, դե դրանից լավ բան։ Իրենք էլ են մտածում, որ ինքնության լուծումը կամ լեգալացումը վերջապես ինչ-որ արդեն դրսևորում կստանա, արդեն հարթավայրում ադմինիստրացիան կար թուրքական, արդեն թուրքական բանակը եւ ժանդարմերիան նստած էր, Դերսիմը արդեն հարկ էր վճարում, ոչ ամբողջ Դերսիմը, հարթավայրային Դերսիմը, բայց Դերսիմի բացարձակ մեկուսի անկախացումը արդեն փոխվել էր, ճանապարհներ էին սարքվում, լեռնային դերսիմցիներին մոտենալն էր հեշտանում, բայց երի թուրքերը հենց սկզբից դերսիմցիներին բացատրեցին, որ իրենք շատ պատրաստ են դերսիմցիներին հովանավորել եւ սիրել եւ հարգել, միայն մի պարագայում, եթե նրանք մասնավոր ալևիական ինքնություն չունենան, իրենք հենց դրա դեմ են։ Եվ սա նույնպես եւս մի առիթ եղավ, որ դերսիմցիները նորից մեկուսացած մնան մնացած սուննի մահմեդական զանգվածից։ Մյուս կարևոր խնդիրը, որ դերսիմցիների նկատմամբ գուցե նաև Կզլբաշական պատմական հիշողությունից զատ Դերսիմի ալևիների նկատմամբ այս հիշողությունը ձևավորում էր, կարծում եմ այն փաստն ու հանգամանքն էր, որ Դերսիմի ալևիների մեջ չափազանց շատ կար հայ ալևիացածներ, ամբողջ ցեղախմբեր համարում էին, որ եւ բոլոր ամբողջ Դերսիմի տարածքը գտնվում, օրինակ Դեմանան լարների Աշիրեթը համարվում էր, որ հայից ալևիացած աշիրետներ են։ Նույնիսկ Դերսիմ բառը ինքը ժողովրդական ստուգաբանությամբ, որ մինչև այսօր Դերսիմում իշխում է Տեր Սիմոն Քահանայի անունից է ըստ ժողովրդական ստուգաբանության, որը Ջալալիների դարաբստամբության ժամանակ ընդունել էր ալևիություն մի քանի հայկական գյուղերով Եվ ուրեմն լինելով շատ դրական եւ խելոք մարդ, աստիճանաբար նրա անունը սկսել էր իբրև այս տարածքի համար մասնավոր անուն դառնալ։ Մինչև 15 թիվը շատ հպարտ էին սովորաբար խոսում հայկական ծագման մասին, այսինքն այդ հայերը ընդհանրապես ավելի քաղաքակիրթ են, բայց հայերը քանի որ բազմաթիվ զրկանքներ ունեն, զենքի իրավունք չունեին, Դերսիմի ռեսուրսների համար կռվելու հնարավորություն եւ իրավունք չունեին եւ բազմաթիվ այլ այս կարգի բաներ, ուրեմն ալևիացած հայերի համար բացվում էին այդ տարածքի նորանոր հնարավորություններ, բայց ընդհանրապես հայկական ծագումը դրական էր նրան բնութագրում եւ Դերսիմում դա ված բան չէր, լրացուցիչ ունենալ հայկական ծագման մասին տարածքում այդպիսի հիշողություն, բայց 15 թվին հանկարծ վախեցան բոլորը, այսինքն ինչքան հայկական ծագման եւ հայկական կապերի մասին հիշողություն ակտիվ էր, այնքան վտանգը մեծ էր, որ իրենք ցեղասպանության կենթարկվեն։ Բացի հայկական ծագումը, ընդհանրապես հենց իրենք արդեն նույնիսկ հայկական ծագումից մի կողմ են ալևիները վստահ էին, որ այնքան շատ թշնամական վերաբերմունք կա իրենց նկատմամբ, որ հայերից հետո ցեղասպանությունում հերթը իրենց է գալու։ Եվ 15 թվականին նույնիսկ ըմբոստացան, 16 թվականին նույնիսկ ապստամբություն բարձրացրեցին, տարբեր տեսակի տեղեկություններ կան, ինչպես ճնշվեց 2000 մարդու աքսորեցին Դերսիմից եւ քննարկում էր Դերսիմի ամբողջ տարածքից բնակիչներին տեղահանելու հարցը եւ սա ծանոթ էր դերսիմցիներին։ Բոլոր դեպքերում հետո ուրեմն առաջ ընկնելով գնանք նրան, որ դե թուրքական առաջին համաշխարհային Թուրքիայի նախ պարտությունից հետո Քեմալական ռևանշից եւ Թուրքիայի հանրապետության ձևավորումից հետո նոր Թուրքիան իր ներքին խնդիրներին պիտի ուշադրություն դարձներ եւ 20-ական թվականին մի քանի փորձ եղավ դերսիմցիների ամբողջ տարածքը վերջնականապես ենթարկեցնել կենտրոնական իշխանությանը, որը անընդհատ տանում էր դերսիմցիների ապստամբության, դրանք շատ հայտնի են։ Եվ անընդհատ Դերսիմում կախաղաններ, գնդակոծություններ, լիձեռների կախաղաններ, ինչը գնալով ավելի ու ավելի հեռացնում էր պարզե
քրդերին եւ ալևիներին եւ ինչը ավելի ու ավելի թշնամաբար տրամադրում դերսիմցիներին այլ իշխանության նկատմամբ։ Ես պետք է ձեզ ասեմ, շատ շատերիս անհայտ էր, նոր հայտնի է դառնում, որ 15 թվականին Դերսիմի լեռնային տարածքներում հայկական գյուղերն եղել, որոնք չեն իմացել, որ այդ տարին հայերի ցեղասպանություն արել։ Բուն Դերսիմի տարածքով շատ հայեր են փրկվել։ Չեմ ուզում ասել, որ ամբողջ Դերսիմը նստած հենց հայերի փրկությամբ էր զբաղված, բայց զգալի չէ, այնքանպես կար այն համոզմունքը, որ բավական է հասնել Դերսիմի տարածք եւ հնարավոր է փրկվել, եւ մեր հուշագրություններում էլ շատ կա։ Մենք Գառնիկ Ստեփանյան ունենք, որի հայրը Դերսիմի տարածքով է փրկվել։ Ինքը շատ մանրամասն պատմում է եւ մի էպիզոդ ինձ շատ հետաքրքրեց։ 30 հոգով հայեր կարողացել են շատ անմատչելի լեռան մի ծերպում տեղավորվել եւ բարբերաբար շաբաթը մեկին պարանով իջեցնում էին ներքև, որ ուտելիք ճարեին ու բարձրացին, եթե սպանվում էր մեկ ուրիշին, բայց այդ մարդիկ մի տարի ապրել են այդ լեռան ծերպերում, ընդ որում թուրքերը գիտեին իրանց գոյության մասին, բայց ոչ մի հնարավորություն չկա, դիմացի ծերպերից անդադ կրակում էին, ոչ մի ելք չգտան այդ մարդկանց մոտենալու, ընդհուպ մինչև 16 թիվը, երբ ռուսները արդեն մոտեցան, եւ այդ մարդիկ հետո իջան ու տեղափոխվեցին տարբեր տեղեր, ով ինչպես կարող էր, մի մասն է Արևելյան Հայաստան, եւ հետո ուրեմն Գառնիկ Ստեփանյանի հայրը իր այդ փորձությունը նկարագրում է։ Պիտի ասեմ, որ ճիշտ այդպիսի մի բան նկարագրում է Դարանաղի գավառի համար Մովսես Խորենացին։ Այն ժամանակվա նախարարական տների հակամարտություններից էլի թագավորական արշակունյաց թագավորական ոսկին եւ գույքը այդ լեռներում թաքցրել են եւ ոչ մեկը չէր կարող իջեցնել եւ հետապնդել թաքնվողներին։ Եվ ընդհանրապես ամբողջ պատմությունը Դերսիմի լիքն է այսպիսի դեպքերով։ Դա իսկապես ֆանտաստիկ անմատչելի հնարավորությունների մի երկիր է։ Բոլոր դեպքերում այստեղ մնացել էին հայկական գյուղեր, իսկ այդ տեղերից փրկվածների մի մասը մնացել էր քրիստոնյա, մի մասը ալևիացել էր եւ բազմաթիվ Դերսիմի գյուղեր կային, որտեղ խառն էին ապրում, հայերի զգալի մասը ալևիացել էր, բայց բոլորը գիտեին ով է հայ, ով է հին հայ, հնից ալևիացած հայ, ով է ալևի, եւ ընդհանրապես բավական շատ կար հայերի առկայություն։ Ուրեմն այդ 20-ական թվականների քեմալականների ապստամբությունների ամբողջ ընթացքում միշտ քննարկվում էր եւ դրանք իսկապես էլ կան թուրքական արխիվներում, ինչպես լուծել Դերսիմի հարցը, կար բազմաթիվ առաջարկներ, որ Դերսիմը գուցե բարեփոխումներ անեն, հիվանդանոցներ սարքեն, կրթություն տան, լավ, մի խոսքով այդ մարդկանց մի փոքր շանս տան ապրելու, բայց ի վերջո Աթյաթուրքը որոշեց, ինչպես հայտնի է, այդ ատամը քաշել հանել կամ այդ թարախապալարը կտրել եւ որոշեցին Դերսիմում կրկնել հայկական ջարդերի նման մի ջարդեր։ Այդ ժամանակ Դերսիմում դեռ մնացել էր մի գործող հայկական եկեղեցի եւ քահանա էլ կար։ Սա մի ուրիշ ֆանտաստիկ պատմություն է, բայց կար Հալվորի Սուրբ Կարապետ եկեղեցին եւ Դերսիմի 30 թվական ջարդերը սկսվեց Հալվորի Սուրբ Կարապետ եկեղեցու պայթեցումով, որից հետո ուրեմն իսկապես բառացիորեն կրկնվում են հայկական ջարդերի տեսարանները, ինչքան հնարավոր էր ջարդել եւ շատերն են պնդում, որ երևի նախնական տեղեկություններ էր հավաքված տեղական ժանդարմերի կողմից, որտեղ հատուկ հայերը թիրախ էին, նույնիսկ ալևիացած հայերը հատուկ թիրախ էին, բայց հայկական բոլոր գյուղերը հասան լեռնային, չմնաց այդպիսի տեղ, որտեղ եւ այդ ամբողջ գյուղերի ոչ միայն կոտորեցին, այլ կենթանի մնացածին ամբողջովին Դերսիմից տեղահանեցին։ Իսկ այդ գյուղերը քանդեցին, բնակարանները քանդեցին, որ այդ մարդիկ չկարողանան վերադառնալ։ Եվ 10 տարվա աքսոր էր սահմանված, 10 տարի հետո Դերսիմցիները վերադարձան եւ ով կենթանի էր մնացել եւ ով կարող էր, իհարկե ոչ բոլորը, բայց ովքեր վերադարձան, փորձեցին իրանց գյուղացիներին գտնել, իրանց գյուղերը գտան։ Հիմա նույնիսկ այն երեխաները, որ այն ժամանակ փրկվել էին, դեռ կան եւ կան նաեւ անձնական հիշողություններ հենց իրենց հետ կատարվածի վերաբերյալ։
Բայց 38 թվականի ջարդից հետո Դերսիմում ինքնության թեման տևական ժամանակ լռեց, շատ տևական ժամանակ։ Ընդհանրապես, ինչպես Թուրքիայում էր լռած ինքնությունների խնդիրը, բայց այդ 40 տարիների ընթացքում գիտեք արդեն Քեմալը ընդհանրապես Թուրքիան աշխարհիկության էր տանում, ինքը ընդհանրապես եվրոպական մոդելի երկիր էր կառուցում, կրոնական պարտադրանք չկար, բայց նաև չկար խրախուսանք սեպարատ կրոնի, բայց եթե կրոնական պարտադրանք չկար, կրոնական պայքար էլ չկար արդյունքում։ Եվ սկզբունքորեն ինչպես օրի Դերսիմի կոնկրետ ալևիները իրենց կրոն ընկալում էին որպես ընդհանրապես սոցիալական փիլիսոփայական համակարգ եւ 40 տարիներին այդ միտքը նույնիսկ բավական ամրացել էր, բայց հանկարծ Թուրքիայում 80-ական թվականներին օրենք ընդունվեց, արդյունք արդեն չկար, կային կրոնական զանազան ուղղությունների աջակողմներ նաև քաղաքականության մեջ հանկարծ օրենք ընդունվեց բոլոր դպրոցներում կրոնուսուցան է, բոլոր գյուղերում մզկիթներ կառուցել եւ ամբողջ Թուրքիայի բնակչությանը հարկադրել մզկիթ հաճախել։ Սա կարծեք առիթ եղավ կոնկրետ Դերսիմում կրոնական եւ ինքնության վերազարթոնքի։ Ինձ հայտնի բոլոր ըմբոստացողներից Թուրքիայի տարածքում ամենից ավելի շեշտված սա երևում է Դերսիմի ալևիների դեպքում։ Եվ ուրեմն դրանք սկսեցին դիտել որպես իրենց ինքնության դեմ մեծ քայլ։ 80-ական թվականներն էին Թուրքիան արդեն իրավունք էին տրվել հասարակական կազմակերպություններ ստեղծել, նոր հովեր էին եւ զարմանալի այդ ծրված ամբողջ Թուրքիայում մեկ ծրված զգալի չափով Եվրոպայում որպես միգրանտ հայտնված գուցե նաեւ այդ պատճառով, բայց ամբողջ Թուրքիայում մեկ ամենից ավելի մնացած բոլոր փոքրամասնություններից այս Դերսիմի ալևիական կազմակերպություններ ստեղծվեցին, որոնց քննարկումների հիմնական թեման էր իրար բացատրել եւ իրեն ժողովրդին բացատրել, որն է ալևիզմի կրոնական առանձնահատկությունը եւ կրոնական իմաստը, որն է որ իրենց ինքնությունը, որն է իրենց պատմությունը, շատ իրենք էլ չգիտեն, գրականություն չկար, հրատարակված չի, հիմնական բանավոր պատմություն էր։ Այդ ամբողջ ընթացքում Դերսիմ արդեն մեկուսի չէր ապրում եւ բանավոր պատմությունը, որ մեկուսի տարածքում հեշտ է փոխանցում, խառնվել էր բազմաթիվ այլ նարատիվների եւ իհարկե շատ փոխված պատկեր էր, բայց այդ ակնհայտ զարթոնքը շատ բուրըն էր եւ սկզբում նույնիսկ թվում էր զարմանալի, բայց թուրքական իշխանությունների կողմից խրախուսվում էր։ Հետագայում շատ ուշ որոշ հեղինակներ գտնում որ այդ Թուրքիան սկսեց խրախուսվել նրա համար, որ ալևիզմը իրեն հակադրում էր քրդերին, իսկ այդ շրջանում նաեւ քրդերի ազատագրական զարթոնքի շարժումն էր սկսվել եւ մտածում եմ որ տեղում ալևիզմին քրդերին հակադրելով, սուննի քրդերին հակադրելով քրդական ազատագրական շարժման ուղղությունը կարող են փոխել։ Չգիտեմ արդյոք իսկապես այդպես էր կամ դա ինչքան մեծ դեր է խաղացել, երևի մի դեր խաղացել է հաստատ եւ շատ հետազոտողներ կան, որոնք պնդում են, որ քրդական ազգային ազատագրական շարժմանը Դերսիմի ալևիները մասնակցություն են ունեցել գիտակցաբար եւ իրենց ինքնությունը քրդերի հետ զուլելու հեռանկարում կան այլ հետազոտողներ, որ այլ բան են ասում, բայց ակնհայտ էր, որ Դերսիմի ալևիները բոլորովին անջատ ինքնություն են ընտրում եւ նույնիսկ 76 թվականին, ինչպես տեսնում եք, առաջին անգամ ալևիստան բառը հայտնվեց, այսինքն բառը դուրս եկավ կրոնական ինքնությունից, կրոնական տեքստից, վերածվեց աշխարհագրական տարածքի անվան, որը իր մեջ պարունակում է առնվազն մշակութային մասնավոր առանձնահատկություն, դեռ էթնիկության հեռանկարով, բայց ոչ կարող է շեշտված էթնիկության։ Եվ Գերմանիայում այդ նույն ժամանակ հրատարակվող մի թերթ ալևիների մի խմբի կողմից հայտարարություն, որ նպատակ ունեն Ալևիստան անկախացնել։ Տեսնում եք արդեն առաջ եկավ նաև Զազայստան տերմինը,
ուրեմն սկսեց գիտակցվել խմփնդրդուքի ուղին, ինչը համարել ինքնության առանցքը, Ալևիստանի դեպքում կրոնն է ինքնության առանցքը, Զազայստանի դեպքում լեզուն է ինքնության առանցքը, բայց երկուսն էլ նաև բաժանող են, որտեղ կան ալևիներ, որ քրմանջիախոս են եւ կան սուննի քուրդ, կան քրմանջիախոսներ, որոնք ալևի են եւ այս եւ լեզուն եւ կրոնը միանշանակ ինքնության հիմքում դնելով կորցնում են զգալի զանգված եւ սա նույնպես անորոշ էր դարձնում փնդրդուկը, բայց այն ինտենսիվ գնում էր եւ հենց այս շրջանում երբ որ արդեն խոսվեց Ալևիստան, Զազայստան, անկախություն եւ ընդհանրապես կարծիք թե քրդերին էլ չէին հակադրվում քրդական ազգային ազգագրական շարժմանը նույնիսկ համալրում էին եւ փորձում են նույնիսկ մասնակցել իշխանությունը նորից գնաց ռեպրեսիվ ճանապարհով եւ 1993 թվականին ինչ հետաքրքիր են այս թվերը 90-ական թվականները մեր երկրում ԽՍՀՄ հետագա Հայաստանում մեր ազգային մի բուրըն զարթոնքի շրջաններում ենք համարյա ոչինչ չգիտենք մեր կողքի երկրում ինչ է կատարվում ուրեմն 93 թվականի հուլիսի 2-ին Ալևի մտավորականները հերթական մի ինքնությանը նվիրված մշակութային փառատոն էին կազմակերպել Սվազ քաղաքում եւ ակնհայտորեն իշխանությունների ձեռնարկումով իբրև ազգայնականները մինչև հիմա դրանք որևէ դատի չենթարկվեցին հրդեհեցին այդ հյուրանոցը եւ հյուրանոցում 37 ալևի մտավորականներ զոհվեցին եւ սա եղավ այն ջրբաժանը որը կարծեք ալևիների եւ իշխանությունների միջև երկրորդ անգամ բացարձակ գիծ տարավ որևէ հեռանկար եւ միասին լուծում գտնելու անհնարինության վերաբերյալ այդ նույն ժամանակ ուրեմն 93-94 թվականին երկրորդ անգամ իշխանությունը մտավ լեռնային բնակավայրերը եւ եթե ես հիմա ինչեւ խոսում եմ նորից գամ արխիվի սլայդներին ցույց կտամ այդ լեռնային բնակավայրերի գործնականում բոլոր գյուղական բնակավայրերը ավերեցին գործնականում բոլորը ես հիմա ձեզ մի քանի կադր ցույց կտամ ես այնտեղ եղա 2011-12 թվականներին 12 թվականներին փորձում էի գնալ նկարելու շատ դժվար այդ գյուղերը մինչև հիմա հսկվում են ժանդարմերիայի կողմից հսկվում են որ նախկին բնակիչները չվերադառնան այդտեղ ապրելու ծրել են դիֆուզել են ընդհանրապես դերսիմցիներին դուրս են այդ գյուղական բնակավայրերում եղածին բոլորին դուրս են տարել եւ բնակավայրից եւ մեծ հաշվով նաեւ դերսիմից բայց մարդիկ փորձ չկա այստեղ տարօրինակա լավ գուցե արշիվը մարդիկ փորձում են վերադառնալ Զավակները 93-94 թվին ավերվելուց դու 2014 թիվն է, ինչքան անցել, 20 տարի։ Այս 20 տարում են երեխաները մեծացել են, նրանք փորձում են գալ, շատ բարդ է գալը, ընդհանրապես այդ գյուղ գնալու համար ժանդարմերիայից պետք է մի հատ թուղթ վերցնեն, որ ինքը իրավունք ունի գնալ ենթադրենք իր նախնուշիրիմին։ Եվ այսքան ժամով, այսքան մարդով, այսինչ համար մեքենայով կամ ոտքով։ Եվ այսինչ ժամին պիտի վերադառնա, որ ժանդարմերիային ներկայանա, որ ինքը ընդամենը այդքան ժամը մնացել։ Եվ տարածքը հենց հիմա է այդ իմ աչքով է տեսնում, վերևից անընդհատ ուղղաթիռներով եւ փոքր օդանավերով անընդհատ վերահսկվում է եւ ընդհանրապես թաքնվելը վատ խնդիր է, համենայն դեպս երևի հնարավոր է, բայց ամենահեշտ բանը չի։ Եվ մարդիկ վերադառնում են Բայց կան տարեցներ այդ գյուղերում, այսինքն գյուղեր կա, որտեղ 5-6 տարեց մարդ կա, իշխանությունները ոնց որ թույլ են տվել ուղղակի իրանք իրենց գյուղերում մահանան։ Որևէ սոցիալական բան չունեն, կապ չունեն, ինձ միշտ զարմացնում է խանութ չկա, ոչ մի միջոց չկա, ասենք ամռանը ինչ որ սննդամթերք դեռ փողից կա, ուրեմն իրենց հարազատները ամիսը մեկ հաց, այլ որ ինչ որ այդպես մի բան բերում են Եվ ուրեմն ամբողջ այդ լեռնային գյուղական, չկա զարմանալի որ ընտրել է, թե ինչպես են ավերված այդ գյուղերը։ Հիմա
Հիմա այս ալևիների մոտ նոր փնտրտուք է սկսվել։ Հիմա ոչ հայեր կան, որոնց սրբավայրերը իրենց համար կրոնական տարածքներ են, կամ չկա գիտակցված հայ, եւ բոլոր դեպքերում չկա հայկական սրբավայր։ Սկսեցին թուրքերը մսկիթներ կառուցել, իրենք սկսեցին քանդել այդ մսկիթները, քանդողներին պատժում են, հիմա չեն քանդում։ Այդ մսկիթները չփակա, պահեստարանի նման մի բան է գյուղում, չեն գնում ուղղակի, եւ իրենք փնտրտուքը կան գարավ իրենց պատմական հիշողությունը նյութականացնել, փորձել, իրենց համար տարած կառուցել։ Սա առաջինն է այդպես է։ Կոչվում է Կուրեշ բաբայի օջախը։ Հիմա ես չեմ պատմի այդ առասպելը, պատմությունը, որը ընդհանրապես էթնոգենետիկ պատմություն է, իրենց ծագումնաբանությանն է վերաբերում, եւ այս սրբավայրը կառուցված է այնտեղում, որտեղ իրենց Կուրեշան աշիրեթի հիմնադրման վայրն է ըստ առասպելաբանության, ըստ պատմության, եւ այստեղ բարբերաբար հավաքվում են այս կարգի հավաքներ են, սրանք երեկոյան սազով եւ սուֆիական պարեր են բարում, բայց ելի հիմնականը պատմություններն են, որոնք փորձում են փոխանցել մենած։ Նույնիսկ այս սրբավայրերի մոտ զարմանալի մեր մատաղն է, կողքը մատաղատուն է, ճիշտ եւ ճիշտ հայկական մատաղի արարողությունն է կատարվում, մոմավառությունը, բացարձակ ոնց որ գտնեք, տնանք մեր եկեղեցի մոմ վառենք, ճիշտ նույն մոմերի ձևերը, այսինքն նույնիսկ այստեղ որտեղ սրված էթնիկ առանձնահատկության փնտրտուք է, մշակութային երևույթների մեջ հայկական ներդրումը, չեմ ուզում ասել ազդեցությունը, որովհետև ակնհայտ է, որ նույնիսկ այսօրվա ալևիների մեջ, բացի 15 եւ 30 թվի ալևիացածները, այն հների մեջ էլ այնքան շատ կա հայկական ծագումնաբանական գիտակցությունը եւ իմացությունը, որ չասեմ ազդեցություն է հայկական, այլ ասեմ հայկական մշակույթի ժառանգորդում է, ոչ թե ազդեցություն է։ Եվ ուրեմն այսօր Դերսիմի ինքնության փնտրտուքը ձևավորվում է հենց մշակութային այս կարգի դրսևորումներով։ Լավ, ես երևի ընդհատեմ եւ հարցերին պատասխանեմ։ Համեցեք։ Շատ վատ է Ես անձամբ կամախում չեմ եղել, ես եղել եմ այսօրվա բուն Դերսիմում, կամախը հիմա Դերսիմի տարածք չի վարչական, վստահ եմ, որ այնտեղ պիտի լինի հետքերը, բայց չգիտեմ ինչ չափով պահպանված դա կարող է լինել, բայց կամախցի մեկի նկարագրությունը կա եւ 30-ական թվականներին կարծեք թե ինքը եղել է, հիմա չգիտեմ այս բան։ Համեցեք։ Այո, եւ շատ բավական հետաքրքիր դա process է հենց հիմա։ Իհարկե շատ մեծ վախ կա։ Թուրքական իշխանությունների հանդեպ վստահություն այնքան քիչ է, որ միշտ վախ կա եւ ես այստեղ բերել էի, բայց հիմա չասեցի, մարդկանց, որոնք, այսպես ասենք, հայացումը դա նախ եւ առաջ ընկալում են որպես քրիստոնեացում, որպես մկրտություն, որոնք մկրտվել են եւ ունեն մկրտության վկայական։ Կան մարդիկ, որոնք առանց այդ վկայականի ասում են ես հայ եմ։ Ալևիզմը ինքը այնպիսի կրոն չի, որը կրոնափոխության ծես ունենա։ Մարդիկ ոչ մի ծես սուննատ չեն արել, ոչ մի ծես չեն անցել։ Հիմա ես հայ եմ, մկրտություն կլինի քրիստոնյա հայ կլինեմ։ Մկրտություն չլինի, պարզապես հայ կլինեմ։ Բայց սա ներքին գործածության խնդիր է, փաստաթղթերում իրենք մնում են Թուրքիայում ինքնությունը գրվում է եւ կրոնական ինքնությունն է գրվում։ Իրենք գրվում են շատերը ալևի, բայց Դերսիմում հենց իրար հետևից բացվում են Դերսիմի հայերի, Դերսիմի ալևի հայերի, զանազան միություններ եւ Դերսիմի իմ զրուցակիցներից մեկը, որը ձեզ կհետաքրքրի ասեմ, Էնվեր Դովլաթլի Էնվեր երկար խոսեցինք, շատ լուսավոր մի կերպար էր, ինքը պնդում էր, որ ես իրեն ասատուր ասեմ, ասատուր իր նախնիներից մի կյանուն էր, եւ ասում էր իսամընդեղ ինձ հայ, եւ իսկապես էլ Թոնջելի քաղաքում իրեն շատերը
ասատուր էին ասում։ Ասեցի Հայաստան չեք ուզում երբևէ գալ, ասեց շատ եմ ուզում, բայց շատ վախենում եմ, չեմ կարող գալ։ Ինչու չես կարող, այսինքն ինքը միջոցներ ուներ, գիտեի նյութական չի խնդիրը։ Ասեց իմ անունով ես ոնց գամ Հայաստան, անունը Էնվեր էր։ Բայց մոտ մի ամիս առաջ նրա տղան էր եկել Ստամբուլից Հայաստան, եկել էր մկրտվել էր, զանգեց, հանդիպեցինք եւ դրանք բավական հայտնի են եւ շատ աղմուկոտ են եւ Ստամբուլի ամենամեծ փողոցներից մեկում հիմա կա Դերսիմի Ալևիների գրասենյակ, որտեղ Ալևի հայերի է ըստ էության գրասենյակը, որը փորձում է Ստամբուլի հայկական համայնքի հետ նորմալացնել հարաբերությունները։ Դժվար գնացող խնդիր է։ Ագոստ հերթից զատ Ստամբուլի հայկական մնացած ինստիտուտները տարբեր պատճառներով կամ ռիսկ չեն անում, կամ չեն ընդունում, մի խոսքով չի կայանում այդ հարցը, եւ ալևիները իրենք էլ դեռ վախում են, բայց ընդհանրապես այդպիսի ինտենսիվ պրոցես կա, այո։ Այո։ Նախ Ասաֆինիկ Ալեքսանյան, կուզենայի, որ դուք եթե իր հետ կապ ունեք, ասեք, որ Ղարաբաղում Էնվերանում կա, կոնկրետ իմ աշակերտներից մեկի որ անունը Էնվեր էր, մենք հաճախ նվեր էինք ասում։ Այնպես որ դա կարող է այո, դա ավելի հոգեբանական խնդիր է։ Եվ երկրորդը 10-րդ դարավերջի ճանապարհորդները խոսում են, որ Դերսիմի տարածքում կային բորակի, արծաթի եւ այլ տեսակի հանքեր, եւ հիմա այդ հարցը արդյոք նպաստել է, որ թուրքերը ավելի Ոչ, կարծում եմ ոչ եւ եւս մի անգամ կարծում եմ ոչ։ Իսկապես Դերսիմի տարածքում բազմաթիվ հանածոների մասին խոսակցության միշտ են եղել։ Դեռ նույնիսկ 7-րդ դարի ասորի մի պատմիչ է խոսում, որ այդ տարածքում արծաթագործների հանքի բանվորներ են ապստամբել եւ նա 7-րդ դարում արաբնական շրջանում։ Նաեւ ունենք 10-րդ դարում Հալվորի հայկական գյուղի մոտ, որ այդ գյուղը շատ հայտնի էր եւ հիմա մինչեւ հիմա ասում են դա նախկինում քաղաքի նման բան էր, կարգեր կային գյուղի մեջ, լեռների մեջ ծանր անմատչելի մի գյուղ է, որ կար ոսկե հանություն նույնիսկ։ Եվ այսօրվա դերսիմցիները բոլորը ասում են, որ դրանցով բոլորը միշտ հայերն են զբաղվել։ Հայերի հետ, հայերի վերանալու հետ հանքահանությունը Դերսիմում զրոյական է։ Հայերն են զբաղվում նաև ծխախոտագործությամբ, խոթի կիրճում եւ հիմա նույնպես դա զրոյական է։ Այսինքն հայերի հետ Դերսիմի կյանքի տնտեսական բազմաթիվ ուղղություններ ուղղակի գնացել են։ Թուրքերը Դերսիմում որևէ տնտեսական ակտիվություն առայժմ չունեն։ Ոչ մի տեսակ, ոչ միայն ռեսուրսների օգտագործման, այլ որևէ տեսակ, նույնիսկ սովորական բիզնես, կամ թուրքերը 2-3% են կազմում ամբողջ Դերսիմում, հիմնականում ադմինիստրացիան է դա, այսինքն վարչական ապարատ, կայմական, իրաքարտուղար, դատարան եւ այլն, շատ քիչ են, եւ շատ են զորքը։ Այսինքն Դերսիմի բնակչությունից ավելի Դերսիմի տարածքում զորք կա։ Յուրաքանչյուր քայլափոխին ժանդարմերիա կա։ Այդ նաեւ ինձ համար շատ բարդ, այդ լավ գիտեմ, քանի որ ժանդարմերիայի մոտ Թուրքիայում չի կարելի տեսագրություն, ֆոտո, թրջածաղկիցը դառնում են, եւ ես ստիպված եմ զգույշ լինել, որ նյութերս այդ օրվա չկորչին, չնկարեմ, համարավ եմ քայլափոխի ժանդարմերիային հանդիպում էի իհարկե հատկապես քաղաքներում, բայց նաև լեռնային ցանկացած բնակավայրում, այդ թվում ավերված եւ դատարկված գյուղական բնակավայրերում։ Արավի տերմինից բացի ես հանդիպում եմ նաև արավի տերմին, ուզում եմ իմանալ Ալավիները ավելի ուրեմն արաբ ալևիների մասին են ասում, կա զգալի տարբերություն, նրանք ավելի մոտ են կամ գուցե հենց իրենցից է, այդպես կան, որ պնդում են, սուֆիական ուղղությունը, շիիզմի, որ շատ եւ փիլիսոփայական է եւ վիզուալ ցուցադրական մաս ունի եւ փիլիսոփայությունը շատ ուշագրավ է, բայց ոչ այն արաբ ալավիները, ոչ այս Դերսիմի ալևիները իրար ընդհանրություն չեն ճանաչում։
եւ չեն համարում, որ իրենք նույնական են։ Եվ իսկապես էլ նույնականանալու եւ զարգացման եւ ցանկությունաբանական եւ մշակութային իմաստով շատ տարբեր են։ Ես պետք է ձեզ ասեմ, որ ալևիների շուրջը բազմաթիվ վարկածներ կան, դրանց մեջ հետաքրքիրներից մեկն է նաեւ, որ որոշ հետազոտողներ պնդում են, որ ալևիները դրանք Կիլիկիայի հայության, երևի ձեր ասածներ սրանից եկավ, այդ բավական զարգացող նաև նորանոր նյութերով համալրվող տեսակետ է։ Իմ դերսիմով ես չեմ հետազոտել արաբ ալավներին Հաթայի և Սիրիայի տարածքի Մուսալոհան և այլն, չգիտեմ նրանց մոտիկից, միայն գրականությամբ գիտեմ, իսկ այնտեղ շատ հակասական նյութ կա, բայց դերսիմի ալևիների մասին վստահ կարող եմ ասել, որ թե կենցաղում, թե մշակույթում, թե կրոնում եւ թե վարկում չափազանց խորն է նստած հայկական միջնադարյան կրոնական շարժումներից, մասնավորապես Պավլիկյանների եւ Թոնդրակյանների, թե ամբողջ ալևիզմը այդ աշխարհայացքի կրող է, դերսիմի ալևիզմը, եւ ինքը իրականում այդ կենտրոնն է եղել, այսինքն այդ շարժումների, ձևավորումների կենտրոնն է եղել։ Համեցեք Բաղդասարյան Հուրի, նախ ներողություն պիտի խնդրեմ մի փոքրիկ ուղղման համար, որ շեշտեցիք ալավիները աղանդ են, Չասեցի աղանդ են, ասեցի իսլամական աշխարհում ընդունված է, ես նույն ոչ աղանդ բառը ոչ մեկի վրա անձամբ չեմ տածում, իմ ասածն է, ընդունված է համարել, որ արաբական աշխարհում ընդհանրապես ընդունված է, որ իսլամում աղանդներ չկան, կան կրոնափիլիսոփայական ուղղություններ։ Հիմա ես հարցս հետևյալն է, առաջին մարդը չեք, որի խոսքում հանդիպում եմ, այսինքն ընդհանրապես Հայաստանում մասնագիտական գրականության մեջ շատ է շեշտվում Թուրքիայի տարածքում ապրող ժողովուրդների մասին խոսելուց, քուրդ, հայ, ալավի եւ այլն եւ այլն։ Հիմա ես ուրեմն հասկանում, ինչի ենք մենք ալավիներին շեշտում ժողովուրդների շարքին, եթե իրանք կրոնական փոքրամասնություն են, ոչ թե ազգային։ Այսինքն ինչով այդ բանը։ Ուրեմն ես ամբողջ իմ այսօրվա ելույթի զարգացումը գնում էր նրան, որ ասում էի 100 տարուց ավելի այն մարդիկ դերսում ալևի են ասում, ինքնության եւ ինքնության տերմինի ընտրության փնտրտուքի մեջ է։ Եվ նաեւ երբ որ ասեցի ալևիստան բառը, ուզեցի ասել, որ կրոնական տերմինը սկսում է վերաճել կարիերայով, նոր իմաստ է սկսում ստանալ։ Եվ ներքին գործածության մեջ ինքը սկսում է այլ ըմբռնումներ առաջացնել։ Չեմ ասում, սա ավարտուն պատկեր է, ասում եմ զարգացումների մեջ կա այս տեսակ բան, որ որևէ տերմին, որևէ իմաստից կարող է վերափոխվել էթնիկի, սա ազգագրական գիտության մեջ հանրահայտ բան է, կվերափոխվի արդյոք եւ կդառնա, ես չեմ կարող ասել։ Բայց այսօրվա ներկա պահում դերսիմի այն խումբը, որին մենք ալևի ենք ասում, կամ դրսից իմ ալևի են ասում, իրենք նույնպես ունեն տերմինի փնտրտուք եւ երբեմն ասում են, ես քուրդ ալևի եմ, երբեմն ասում են, ես զազա ալևի եմ, ելնելով լեզվից, եթե քրմանջախոս է, եթե զազախոս է, ասում ես կզլբաշ եմ, բայց շատերը ուզում են, որ այդ բոլոր լրացուցիչ բառերը դուրս գան եւ մնա ալևին, բայց դրան էլ շատ չեն ուզում, որովհետեւ ալևի բառը, ինչպես նոր հարցը տվեցին, կան նաև թուրքմեն ալևիները, արաբ ալևիները եւ վստահ չեն, որ իրենց միայն ալևի բառով ասելու դեպքում իրենց էթնիկության կտանի դա եւ չի կարող ուրիշների մոտ չասոցացվել այլ ալևիների հետ։ Հիմա ինչ վերաբերում է թուրքական փոքրամասնություններին այս կամ այն տերմինով անվանելու, ընդհանրապես Թուրքիայում դուք գիտեք, որ փոքրամասնությունները եւ բաժանումները կրոնական են, ազգային չեն։ Վկա Լոզանի կոնֆերանսը, որտեղ փոքրամասնությունները ոչ իսլամական փոքրամասնություններն են, ոչ այնտեղ դուք հայ բառը կտեսնեք, չկա այդ բառերը Թուրքիայում, հատկապես Քեմալ Աթաթուրքից հետո, որը թուրք բառին հատուկ սրությամբ տվեց թուրք բառի մաքրման եւ նոր իմաստի հաղորդման միջոցով Թուրքիայի քաղաքացիների համար էթնիկ տերմինի իմաստ սրա վերաբերյալ ահռելի գրականություն կա հենց թուրք հետազոտողների կողմից, ուրեմն այդ շրջանից սկսված մնացած բոլոր էթնիկ տերմինների հետ խնդիրներ կան։ Այսօր դուք գիտեք, Թուրքիայում հայկական դպրոց ընդունելու համար միայն երեխայի կրոնն է պետք, երեխայի ազգությունը պետք չէ։
Եվ բազմաթիվ են մարդիկ, որ ասում են, լավ, ես մուհամեդական եմ, բայց ես հայ եմ, իմ երեխան թող հայկական դպրոց գնա, բայց դպրոցը չի կարող լուծել։ Հետո նրա փաստաթղթում պիտի նրա կրոնը նշվի, ոչ թե ազգությունը նշվի։ Բայց հարցս նրան էր վերաբերում, որ հայկական մասնագիտական գրականության մեջ մասնագետների կողմից հաճախ ենք հանդիպում թվարկմանը, երբ որ մնացած ժողովուրդները թվարկվում են ըստ ազգությունների, էթնիկ, բայց ալավիները թվարկվում են ըստ կրոնական պատկանելիության։ Ինչ տերմին կառաջարկի, որ ես թվարկեի, ամբողջ ելույթը կառուցված էր նրա վրա, որ էթնիկ տերմին չկա այս խմբի համար։ Եթե դուք ասեք, թե ձեզ որ տերմինը կբավարարի, մենք կսկսենք քննարկել, դեսեք այդ տերմինը ինչ կարող է ներկայացնում։ Մարդիկ քուրդ չեն ուզում լինել։ Իրենց ինքնության մեջ քուրդը մերժելի է դեռ Համիդիե ջոկատներից էլ առաջ։ Իրենց համար քուրդը թշնամի է։ Չեն ուզում իրենք քուրդ բառը լինեն։ Ես ինչպես իրենց քուրդ անվանամ։ Եթե այսինքն ճաշակի խնդիր չի սա։ Սա հենց ինքնության փնտրտուք ամբողջ ասելիքս կառուցված էր նրա վրա, որ այս տարածքում փնտրտուք կա, եւ այս փնտրտուքի մեջ այս կամ այն բառը մերժվում կամ ընդունվում է հենց քաղաքական զանազան իրավիճակների թելադրանքով։ Համեցեք։ Կարող է պատել Ալևին, Արևի, որ եղել է դին հայկական Ոչ, կարծում եմ չի կարող պատահել, բայց Ալևի բառի հետ բազմաթիվ առաջարկներ կա, նույնիսկ այդ թվում Ալիին հետևողների առաջարկ կա, այսինքն եթե բառի արտաքին նմանության, ստուգաբանության գնանք, ինքը իր լավ նմանության բացատրությունը ունի։ Կարիք չունենք արիների փնտրտուքի, հատկապես որ ալևիզմը շատ տարբեր խմբերում է եւ հայության հետ մաքսիմալ քիչ կապ ունեցող խմբերում է։ Ինչը։ Քրմնջերենը քրդերեն հիմնական քրդական լեզուն է։ Հայաստանի նույնիսկ եզդիներն են քրմանջերեն խոսում։ Քրդական շատ հայտնի երեք լեզու կա, ամենատարածվածը քրմանջերենն է։ Կուրմանջի։ Գիտեք, եթե արևիների ինքնության հետ կապված, մենք ունել եզդիների մասին չէ կարելի ասել։ Հիմա իրենք որպես ազգ ընդունենք, թե դա արդեն լրացուցիչ նոր քննարկման խնդիր է, այո։ Համեցեք։ Այդտեղից շատ վատ է լսում, ներեցեք ինձ։ մի ամաշ Արկոս ջան, այգեք այստեղն է։ Բնավ չի հասնում։ Թուրքական կառավարությունը օգնում է ալևիներին, որպեսզի հակազդի քրդական օգնում էր, ասեցի 80-ական թվականներին երկրորդ զարթոնքը եղավ, այդ շրջան նույնիսկ խրախուսում էր ալևիական մասնավոր ինքնության դրսևորումները, մտածելով, ես չեմ ասում, որ անպայման որոշ հետազոտողներ կարծում են, որ պատճառը նա է, որ իրենք ուզում էին այդ զարթոնքը օգտագործել քրդական նոր առաջացող, այս միասին են ապրում, Դերսիմը Դիարբեքերին կպած է և ընդհանրապես հենց Դերսիմի ներսում բազմաթիվ սուննի իսլամ կրմանջախոս քրդեր կան։ Մտածում էին, որ հենց ներսում կարող է դա պրոբլեմ առաջացնել և քայքանդել այդ շարժումը։ Բայց շարժումը նախ ինքնին շատ ավելի հզոր էր, քան այսպիսի գործոնը կարող էր աշխատել և երկրորդ հակառակը Դերսիմի ալևիները հակադրվեցին քրդերին, բայց չթշնամացան և նույնիսկ տևական շրջան իրենք սատարեցին ազատագրական շարժումը։ Իսկ որքանով է խրախուսում հայկական գործոնը, որպեսզի ում կողմից հայ բառը դե եթե ես իմ անդրադառնամ պիտի պատմեմ, թե ընդհանրապես հայ բառի հետ ինչպես է կապվում քրդական ամբողջ շարժումը։ Մարդիկ կան, որ ասում են, այդ բոլորը թաքուն հայեր են, ընդհանրապես ուրիշ բան չկա։ Սաղ թաքուն հայեր են, Օջալանը թաքուն հայ է, և ընդհանրապես մեր թշնամին հավերժ հայն է, ծայրահեղից սկսել։ Մարդիկ կան, որ այլ կերպ են ասում, որ հայերը նույնպես կան, բայց ասում որ ծրագրված է հայկական միջավայրում, ներգրավված է և էլի հայկական թշնամանքի արդյունք է սա։ Եվ կա մյուս կողմը, որը փորձում է տեսնել իսլամացած հայերի, իսկապես իսլամացածների հակապետական գործունեության և տրամադրությունների մակարդակը և այդ շարժումը։
բոլորն էլ կան, սրանք բոլորն էլ կան։ Բայց իսլամացած հայերի մեծ մասը, գոնե այն, որը հայտնի է, շատ չքաղաքականացված եւ շատ վախեցած մարդիկ են։ Ես տասնյակների, հիմա հրատարակում եմ այդ նյութերը, տասնյակների հետ եմ խոսում, նրանք նույնիսկ շտապում են իրենց քրիստոնյա մնացած որոշ ազգականների ստիպել շուտ իսլամ դառնալ, որտեղ միշտ ակնապ ունեն, որ իրենց համար խնդիր է դառնալու քրիստոնյա ազգական ունենալու հարցը։ Այսինքն բացարձակ մեծամասնությունը չքաղաքականացված եւ վախեցած մասը է։ Բայց խոսակցությունը ես քաղաքական գործընթացներում իսլամացված հայերի մասնակցության հետազոտող չեմ։ Ասում եմ այն, ինչ ուղղակի հրապարակի վրա այս բանը կա։ Իսկ կարող է պատահի, որ Ասադը այդ Ալևի հայկական հայը Ալևի դա Ասադը Եթե հաթայի ալավիները 10-11-րդ դարում, ավելի ուշ է 12-13-րդ դարում, Կիլիկիայի հայերից առանձին խումբեր մի 800 տարվա կարող է, բայց նրանք շատ վաղուց չունեն ընկնության մեջ այդ էլեմենտը, նրանք վարկածներ են առայժմ ոչ լուրջ ես, ուղղակի ձեզ ուզում եք տեղակալ, որ կան այսպիսի ուղղակի որ հայերը Սիրիայում շատ լավ են ապրել, հիմա էլի սիրիացիները Նախ հայերը միշտ չէ, որ Սիրիայում շատ լավ են ապրել։ Ես Ասադի ժամանակ, Ասադների ժամանակ լավ են ապրել, դրա համար Ասադների ժամանակ ուրիշ փոքրամասնություններ են կարծեք առանձնապես շատ չեն տուժել եւ նախաձեռնողականությունը խրախուսվել է, համարվում է, որ այո, Ասադի ժամանակ հայկական հատուկ ջերմ բարյացակամություն է եղել։ Չգիտեմ, ես Սիրիայի կրկնման մասնակից չեմ, բայց բոլոր դեպքերում չեմ կարծում, որ սա Ասադի ինքնության մեջ իր երբեմնի հայկական արմատների ջերմ հիշողությունը կա եւ նա այդպես ուրեմն դրսևորում է դա։ Համեցեք։ Բաղդասարյան շովեր մասնագիտության պարաբագետ եմ, նախ ուզեմ մի փոքրիկ ուղղում անեմ, կներեք համարձակությունները։ Ինչու հակառակը, սիրո կլսեք։ Սիրիայում հայերը մանավանդ Ասադների ժամանակ երբեք ոչ մի տեսակի խնդիր չեն ունեցել որպես ազգային ու ընդհանրապես փոքրամասնություն, հեքիաթային պայմաններում են ապրել հեքիաթային երկրում։ Ես այդ նաև ձեզ ասում եմ որպես սիրիահայ։ Երկրորդը կուզեի իմանալ ինչքանով եք դուք կիսում այդ կարծիքը, որ Պավլիկյաններին Կիլիկիայի հետ որևէ առնչություն ունեն, ոնց որ դուք եք կոչում ալևիները, որովհետև Ալավի տերմինը, որ կոչվում է հենց Ալավի, առաջացել է շատ ավելի վաղ, քան եղել է Կիլիկյան Հայաստանը ու առաջացել է արաբական շրջաններում ու հենց իսլամական ծագում ունեցող ճյուղ է, Ալիի ժառանգներն են իրանք։ Ես ուզեի հասկանալ, արդյոք դուք չեք մտածում, որ այն ձեր կոչած ալևիները, որ առաջացել են միգուցե իրանք են առաջացել ինչ-որ Կիլիկյան Հայաստանի ու Պավլիկյանների ազդեցությամբ ու իրանց անվանումը փոխ են առել արաբական Ալավի տերմինից։ Շնորհակալություն, չգիտեմ ինչու ուղեցի, որ ակտիվնի ուղեի, բայց ես չասեցի Ասադի ժամանակ հայերը վատ են ապրել։ Ես ասեցի երևի լավ են ապրել, բայց չեմ կարծում դրա պատճառը Ասադի ինքնության մեջ իր երբեմնի հայկական ծագման որևէ ջերմ հիշողություն է։ Ինչ վերաբերում է ընդհանրապես Կիլիկիայի հայերի եւ ալավիների կապերին, ես արդեն ասեցի, որ առաջ քաշված վարկածների մեջ դեռևս որևէ լուրջ եւ փաստարկված բան չկա, կան վարկածներ եւ ոչ մեկը ես չեմ բացառում, բայց իմ դերսիմի ալևիների դեպքում ես պիտի ասեմ, որ դերսիմի ալևիները դեռ չկային, այսինքն ալևի դեռ դերսիմում չկար, իսկ ես կարծում եմ եւ նյութերը վկայում են եւ հիմա հրատարակում են դրանք, որ ալևիզմը Ղզılbaşների հետ է հայտնվել դերսում եւ դա 16-րդ դարից շուտ չի եղել, իսկ ինչպես հայտնի է Պավլիկյան եւ Թունդրակյան շարժումները արդեն ակտուալ չէին այդ շրջանում, իրենք մնացորդներ կային, բայց իրենց ակտուալությունը 7-8-րդ դարերը չասեմ, չնայած կար արդեն բավական ինտենսիվ, բայց
9-10-15-րդ դարերի ամենաակտիվ շրջանն էր եւ այդ շրջանը Դերսիմի, հիմիկվա Դերսիմի տարածքը Պավլիկյանների եւ Թոնդրակյանների կենտրոնատեղին էին։ Այստեղ էին տեղնում բյուզանդական զորքերի բոլոր բախումները, այստեղ էին թաքնվում բախումներից փախչողները եւ ոչ միայն Պավլիկյանների ու Թոնդրակյանների, դա համատեղած եւ անընդհատ կան նյութերում։ Ես եթե մի ժամ խնդրեմ, ես ուղղակի աղբյուր առ աղբյուր դա ձեզ ցույց կտամ, դա համատեղած է։ Բայց պետք է ասեմ, որ այստեղ նաև բազմաթիվ քաղաքեդոնիկ հայեր կան, այն ինչ մեր պատմագրության մեջ երբեմն անում ծայտ հայեր կամ կես հայեր, որոնք հունադավան եկեղեցի ընդունում էին հունական եկեղեցին, բայց հայախոս էին եւ այդ պատճառով ծայտ էին, կակես էին ասում, բազմաթիվ նաև ծայտ հայեր, այսինքն եւ հայկական եւ հունական իրականությունից բյուզանդական կայսրության շրջանում այն բոլոր մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով ամենից ավելի հաճախ կրոնական, բայց նաեւ ոչ կրոնական, հետապնդման թիրախ էին դերսում ու լավագույն տեղներ պատասպարվելու եւ այստեղ իսկապես նրանք շատ են։ Ողջունում եմ, բավականին չարքաշ եւ վտանգավոր աշխատանք եք կատարել։ Շատ ողջունում եմ, որովհետեւ ես այդ ասպարեզին առաջվել եմ, պատկերացնում եմ ձեր տարապանքները, շնորհակալ եմ։ Մեծ բավականություն եմ ստացել, պիտի ասեմ։ Երկրորդը, նայում եմ նկարներում, որ Արմենոյի տիպաբանության մարդիկ են, իսկ այնտեղ այդ տիպաբանությունը շեշտված է, թե ուրիշ տիպաբանական շերտերի ելեք։ Ընդհանրապես այդ Արմենոյդ բառը միշտ մի քիչ մոտ հակասական է, որտեղ այդպիսի բաներ ասելու համար մենք պիտի չափումներ ունենանք, ցուցիչներ իմանանք։ Ես սովորաբար աշխատում եմ աչքաչափով չասեմ։ Եթե մարդը շեշտված մոնղոլոիդ չի, եթե մարդը շեշտված նեգրոիդ չի, ընդհանրապես գերադասում եմ զգույշ լինել այդպիսի գնահատականներ տալ։ Բայց որ այն ինչ մեզ հարազատ է եւ առաջին հայացքից հայ պիտի ընկալվի, անխուսափելիորեն Դերսիմում դուք պիտի հանդիպեք։ Դերսիմը ես իմ ունեցած նյութերով Դերսիմի ներկայիս բնակչության ամենակիչը 3/4 է, դրանք կամ վերջին 200 տարիների ընթացքում են ալևյացել եւ երևի մոտ ներկա բնակչության մոտ 1/4-ը 20-րդ դարի ընթացքում են ալևյացել։ Բոլորը իրենց հայկական հիշողությունները ընտանեկան ունեն, նույնիսկ ազգակցական հիշողություն, չեն հեռացել հայկական ինքնությունից, չնայած ունեն բազմաթիվ պրոբլեմներ։ Մի շատ լուսավոր տղայի հանդիպեցի, այս երեկոյին ինքը կար, բայց հիմա այս նկարում չկա, մեկ ուրիշ նկարում կա, երիտասարդ տղա, 12 երեխաներից մեկն էր իր ընտանիքի, եւ հայրն էր ալևյացած հայր եւ մայրն էր ալևյացած հայր։ Տղան սովորում էր Գերմանիայում, երկար խոսում էինք հետը, հետաքրքրվում էր ինչ են հայերը, հայկական մշակույթը, որտեղ ընդհանրապես այդ գիտելիքը չկա։ Ես ասեցի, գուցե դուք Գերմանիայում այդ քաղաքում տեսնում եք, գնաք հայկական մի եկեղեցի, հայերը այնտեղ կլինեն, կշփվեք, կծանոթանաք, ուսանողեք։ Ասեց, որ մի 5 անգամ գնացել եմ եկեղեցի, շուրջը պտտվել, բայց վախեցել եմ, որ հայեր ինձ չեն ընդունի, չեն հասկանա։ Դա շատ տարածված երևույթ է, ջահել են մարդիկ, աճել են բոլորովին մի միջավայրում, մեր մոտ հազար մի բան են խոսում, թուրք են դարձել, իսլամ են դարձել, հայ չեն, մարդիկ կասկածներ ունեն, ուզում եմ ասել, անհատական ընտրության դեպքում դրանք մի շատ բարդություններ են առաջացնում։ Ինչ աշխատանք։ Որ ավելի իրենք սրտապնդում են։ Իրենք հենց փնտրում են եւ շատ ջերմ հարաբերություններ ունենք, կարծում եմ ոչ միայն ինձ հետ, Հայաստանից հիմա Դերսիմում շատ շատերը կան, որ ունեն ընկերներ, գալիս են եւ հիմա նաեւ բավական հաճախ մկրտության երևույթներ։ Օրինակ տարի Կարին Պարային Այո, նրանք արդեն Կարինը նոր գնաց, բայց ակունքը արդեն մնձուրի բոլոր փառատոներին խոզած մի 4-5 անգամ գնացել է եւ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել, այո, անշուշտ։ Ո՞վ? Հայո Մնձուրին Դերսիմցի է, իհարկե, եւ նրա պատմվածքները շատ հիանալի տալիս են Դերսիմի կյանքը։ Համեցեք։ Նրա ընտանիքն էլ է կոտրվել։ Ինքը մենակ է մնացել։ Ինչ բարձր է լցավը։ Նա 99%
կան, կարելի ասել փոքրամասնություն Սիրիայում, կառավարող դիրքեր ունեն եւ ուղղակի նրանց քաղաքականության մեջ մտցված է, որ ազգային կամ կրոնական այլ փոքրամասնությունների պետք է աջակցեն, որպեսզի ապահովեն իրանց ալավիների գերակայությունը եւ ինչ-որ քվեներ ստանան հետագա անկրապայքարում եւ հարցս հետեւյալն է Տիկին Խարատյան կապված 36-38 թվականների Դերսիմի ապստամբության հետ Դերսիմի ջարդեր ապստամբություն չեղավ այդ ժամանակ 20-ականներին էին եւ ինչպես գիտենք զազանները Դերսիմի ալավիները ընդունում են որ իրենք առանձին ինչ-որ ազգային փոքրամասնություն են էթնիկ խումբ են իսկ քրդերը ընդհակառակը պնդում են որ զազաները քուրդ են եւ դրա հետ կապված այդ ընթացքում որ տեղի ունեցան ջարդերը ինչու քրդերը չաջակցեցին այդ զազաների շարժմանը Դերսիմում որպեսզի նման ավետարի իրավիճակ ձեր հարցը շատ տարողունակ է ասեմ առանձին նույնիսկ հետազոտողներ կան որ կարծում են որ քրդերը եւ գոնե 20-րդ դարի ընթացքում նկատում են ոչ միայն վերջին ազատագրական շարժումները այլ նաեւ 20-րդ դարի վերջի քրդերի նկատմամբ Թուրքիո կառավարության հովանավորչական վարկը ավելի ուժ քրդերին ուծացնելու քաղաքականությունը եւ այլն հետազոտողներ կան որ շատ լուրջ փաստի ես ուղղակի ինքս քանոր չեմ հետազոտել նույնը հղում եմ անում իրենց որոնք պնդում են որ քրդերի վերաբերմունքը ալևիների հետ կապի հարազատության կամ օտարման շատ կախված է ընդհանուր քաղաքական կոնյունկտուրայից տվյալ պահի քաղաքական կոնյունկտուրայից այսինքն նույնիսկ առանձին քուրդ առաջնորդներ ոչ թե ժամանակ անցնում կամ ոչ թե այս հատվածի կամ այս աշիրեթի քրդերը կամ այս դարձել նույնիսկ նույն կոնկրետ մարդը տարբեր քաղաքական նպատակահարմարության իրավիճակում տարբեր կերպ կարող է արտահայտվել ընդհանրապես ասեմ որ ալևիների մեջ է մի ամբողջ գիշեր մի 30 հոգով մենք նստել ենք ամբողջ գիշերը տեսանկարել եւ ձայնագրել ենք ինչպես են իրենք վիճում թե իրենք ինչ տերմինի շուրջը պիտի ընդհանրանան իրենց մեջ էլ հաջող հնչում որ ադե ոչինչ եկեք հիմա թեկուզ քուրդ ասեն քուրդը հայտնի է քրդի պետականության ստեղծումը ավելի հավանական է եւ քրդից վտանգը մեզ ավելի պակաս է քան թուրքից կա նաև այսինքն փաստարկված մոտեցումով ընտրություն կատարելու կողմնակիցներ եւ կան ինքնության զգայական եւ պատմական կրողներ որոնք իսպար ուզում են մերժել եւ ասում են իրենց ինքնությունը եւ իրենց ծագումնաբանությունը տարբեր է բուն ալևիների մեջ կրկնում եմ եւ զազախոս եւ քրմանջախոս ալևիների մեջ բավական շատ են մոտեցումները եւ տարբերակները նույնիսկ կզլբաշ տերմին կան որ կզլբաշ տերմինը մեր հարցերի լուծում է չնայած գիտեն նաեւ որ կզլբաշ բառը ինքն է միայն իրենց մոտ չկա գիտեք կզլբաշներ կան շիա կզլբաշներ կան Աֆղանստանում թերքախոս Իրանում կան եւ այդ տերմինն էլ խնդրահարույց է եւ կարող է հատկապես Թուրքիայում ինքը շատ նեգատիվ տերմին է շատ բացասական է կարող է խնդիրներ առաջացնել այո բայց այդպիսի մոտեցումներ կան այո համեցեք Վերջին փոքրիկ հարցը արդեն ժամը 9 է դառնում Ինչ հարցը շնորհակալություն եկե գործածեցիք ազգագրագիտություն բառը եւ հետո իմ Դերսիմը եթե կարելի է օգնեք մի քանի նյութեր մեր իրականության մեջ ովքեր են զբաղվել ազգագրագիտության գուցե ռուսական կամ ընդհանրապես համաշխարհային այդ շրջանին վերաբերող մի քանի աղբյուրներ եւ Դերսիմով հիմնական եթե այո անշուշտ բավական շատ կամ սայթեր եթե կա այո շատ կա կարող եմ ձեզ տալ դուք ուղարկեք էլեկտրոնային հրատերակությունները շատ են բայց հրատերակությունների մեծագույն մասը հատկապես ֆրանկալեզու եւ անգլալեզու եւ գերմանալեզու այդ հրատերակությունների մեծագույն մասը վերաբերում է 38 մաքսիմում 20-ական թվականների Դերսիմի ապստամբական procesներին եւ 38 թվականի ջարդերին մեծ մասը գիտական եվրոպական արևմտյան գիտական միտքը այս խնդիրներին է անդրադառնում կա բավական ուշագրավ հայկական գրականության բավական ծավալ ես կասեի կա Գարեգին Սրվանցյանցը որ ուշագրավ նյութեր ունի մեր մոտ կա Գարեգին Լևոն Գարեգինյանը
Չերսեջակի գավառի պատմության հեղինակը, կա Անդրանիկ անունով հեղինակը, որը տարիներով ապրել է Դերսիմում եւ առանձին գիրք ունի, կոչվում է Դերսիմ ճանապարհորդություն, եւ ամենահարուստ նյութը դա Գևորգ Քալաջյանն է, որը դերսիմցի էր, մինչև 40 տարեկանում Դերսիմում ուսուցիչ է աշխատել, եւ ցեղասպանության բերումով է հայտնվել Հայաստանում եւ թուրքական բանտերում էլ բավական մնացել է։ Նա ունի Դերսիմի ազգագրությունը գիրքը, որը հրատարակված է Հայ ազգագրություն եւ բանահյուսություն շարքում։ Եվ այդ աղբյուրներով, եթե որը մեկ հետաքրքրի, ես կարող եմ ամբողջ աղբյուրների ցանկ ուղղակի տրամադրել ձեզ, այո։ Շնորհակալություն։ Մենակ մի հատ հարցեր։ Քանի որ Կոմիտասի աշակերտները, այսինքն 20-րդ դարի կեսերին մոտավորապես Դերսիմում հավաքագրել են հայկական երգեր, ազգային երգեր, որոնք որ մաքուր հայերեն են։ 20-րդ դարի կեսեր Կոմիտասի աշակերտների կողմից հավաքագրված երգեր։ Նկատի ունեք այս Դերսիմի Սալևի տղային, որոնք որ երգում են Միքայել Ասլանիխովը եւ նաեւ Ախունքն են։ Այո։ Քանի որ այդ ժամանակաշրջան հավաքագրվել են այդ երգերը ու մաքուր հայերեն են։ Երգերը հավաքվել են, չեն հավաքվել են։ Ինձ հետաքրքիր է Դերսիմում մոտավորապես ինչքան են կազմում հայերը, որոնք որ գիտակցորեն գիտեն, որ իրանք հայ են ու տիրապետում են որոշակիորեն հայերենին, որ կարողացել են այդ երգերը փոխանցել։ Հայերենին տիրապետող մարդ Դերսիմում չկա, ես դա կարող եմ ձեզ ասել 100% ճշգրտություն։ Խոսում են կամ զազայերեն, եթե արևմտյան Դերսիմում են, կամ քրմանջերեն, եթե արևելյան Դերսիմում են։ Հիմնականում այս երկու լեզվներով, բայց բոլորը նաև թուրքերեն են խոսում, կրթությունը թուրքերեն է։ Մարդիկ, որոնք իրենց ներկայացնում են Դերսիմի հայ, չափազանց քիչ են, բայց որոնք գիտեն իրենց հայկական ծագումը եւ կարող են խոսել այդ մասին, ես չեմ կարող թվեր ասել, բայց իմ կարծիքով դա կարող է 15-20 հազար մարդ լինել, բայց շատ կասկածելի բաներ եմ ասում, բայց ես 19 գյուղում եմ աշխատել, դրանք ընտրված գյուղեր են եղել, ընտրված ոչ թե միայն հայկական, այլ նաև լեռնային մաքուր կզունդաշական, ուզեցել եմ հասկանալ այդ խնդիրը, բայց ամեն տեղ հանդիպել եմ ավելի հայերեն։